Ողջույն սիրելի բարեկամներ, ես Մայիս Կարիբյանն եմ, նորից եթերում ենք Connect Forever-ի իր հերթական հաղորդումներից մեկը։ Ուզում եմ հիշեցնել, որ դուք կարող եք հետևել մեր ծրագրին, այցելելով connectforever.org եւ կտեսնեք բոլոր այն հաղորդումները, որ մինչև առ այսօր մենք պատրաստել ենք ձեզ համար։ Այսօրվա թեման, որ զրուցելու ենք, լինելու է հավատքի մասին եւ շտապում եմ ձեզ ներկայացնել այսօրվա իմ հյուրին։ Այսօրվա իմ հյուրն է Աշոտ Գրիգորյանը, ողջույն Աշոտ։ Շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ չես մերժել մեր հրավերը եւ քո մասնակցությունն ես բերում մեր այսօրվա շոուին։ Շնորհակալություն հրավերի համար, ողջունում եմ ձեզ բոլորիդ եւ մեծ ունկնդրողներին նույնպես։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, մի փոքր ավելի մոտիկից ներկայացնեմ Աշոտ Գրիգորյանին։ Աշոտ Գրիգորյանը Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցու հովիվն է։ Սիրելի Աշոտ, մի փոքր քո մասին խնդրում եմ ներկայացրու ավելի մանրամասը։ Որոշները քեզ կիմանան, միգուցե որոշները առաջի անգամ, ոնց դու հավատքի եկար, հովիվ դառար, մի փոքր։ Իմ այսպես մոտեցման մեջ նման հարցի նկատմամբ աշխատում եմ ինչքան հնարավոր ինձ քիչ ներկայացնել, բայց դուք արդեն ներկայացրեցիք, կարծում եմ դա լրիվ բավարար է, իսկ ինչ վերաբերվում է իմ անցյալի հոգևոր հարց, եթե պայմանավորված է իմ հոգևոր կյանքի հետ նախկինում, դա մի քիչ ավելի վաղ պատմություն ունի եւ ես որպես քրիստոնյա անձնավորություն սկսել եմ իմ հոգևոր կյանքը դեռևս իմ ուսանողական տարիներից, դա 70-ական, 73-74, բայց կոնկրետ եկեղեցուն, որ սկսեցի աշխատել, գործել, ծառայել 76 թվականից։ Շատ լավ, բավական տարիներ են անցել եւ ես հավատում եմ ամեն տարի Աստված քո համար ավելի մեծ հրաշքներ ու ավելի մեծ փորձառություն ես բերել հոգևոր դաշտի մեջ եւ այսօր մենք հարցեր կա, որ իրար հետ կքննարկենք եւ ես համոզված եմ, որ քո պատասխաններից շատերը կօրհնվեն։ Դա պայմանավորված է, կարծում եմ, սիրելի Մայիս, պայմանավորված է նրանով, որ առաջի հերթին ամենակարևորը ես չեմ ուզում իմ շուրթերից հնչի այնպիսի բառեր, որը չլինի Աստծո կամքի մեջ։ Այսինքն ցանկացած միտք, ցանկացած խոսք լինի այն մակարդակի գուցե եթե ես մի քիչ չչափազանցեցնեմ, այնպես որ կասեր ինքը անձամբ Տերը, եթե ուզենար, եթե կամենար։ Եվ դա իրեն հերթին եւ ամենակարևոր պայմանը, որ մեր զրույցի ժամանակ անձամբ ինքը Տերը եւ փառավորվի եւ ներկա լինի։ Ամեն։ Ներկա լինի եւ ինքը մեր խոսքով ասած, ինչպես ենք ասում, կոնտրոլ անի։ Չլինի, որ որովից է մի բան ավել կամ մի բան այնպիսի պակասություն դրսևորվի, որ ասածը անըմբռնելի լինի կամ այնպիսի ավելնորդ բան ասվի, որ իսկապես չի կարելի լինի։ Շատ լավ։ Ես ուղղակի շնորհակալություն եմ հայտնում քո հրավերի համար։ Մենք ուրախ ենք։ Ես անձամբ շատ ուրախ եմ համ ծանոթանալու, համ այս հարցազրույցի համար եւ կարծում եմ հետագայում, որ նորից առիթ լինի, մեր հրավերը չեք մերժի նորից։ Դա Աստված, որտեղ մեր կյանքի օրերի Տերը Աստված է, մենք չգիտենք այսօր որոշենք վաղվա օրվա համար, ես չեմ կարող վստահ ասել, բայց եթե Աստծո կամքը լինի, անձամբ երբեք չեմ մերժի առաջ Աստված։ Շատ լավ, շատ լավ։ Ումը սիրելի Աշոտ, մենք հարցեր կքննարկենք իրար հետ եւ ժամանակի պատճառով ինչքան հնարավոր է կփորձենք բոլոր հարցերին պատասխանել քո օգնությամբ եւ քո այսպես ասած փորձառությամբ, թե Աստված ինչ է քեզ սովորացրել այս տարիների ընթացքում։ Շատ լավ։ Աստված օգնի, այո։ Ամեն, ամեն։ Եվ այսպիսով առաջի հարցը ուզում եմ որ քեզ տալ, այսպիսին է. Ինչ կարծիք ունեք ներկայիս ընդհանուր քրիստոնեական կյանքի մասին, անկախ հար անվանության, կարելի է տարբերություն դնել քրիստոնյաներին ըստ դավանության։ Հարցը շատ գլոբալ, այսպես ասած, շատ ընդարձակ հարց է։ Ես ուղղակի կարող եի ասել հետևյալը։ Նախ առաջի հերթին
եթե մենք ընդհանուր քրիստոնեության մասին ենք խոսում, այո, ընդունենք, որի մեջ մտնում են ոչ միայն այն եկեղեցին, որի մեջ ես եղել եմ, ապաշխարել եւ ծառայել եմ, այդ հարցի մեջ մտնում են բոլոր տեսակի այսպես մտածելակերպ ունեցող քրիստոնյաները, ընդունենք կաթոլիկները, մեր լուսավորչական եկեղեցին, առաքելական եկեղեցին, ընդունենք ռուսական պրավասլավնի եկեղեցին, բողոքական եկեղեցիները իրենց առանցին ճյուղավորումներով եւ այլն։ Եթե իմ կարծիքն է դա այնպես Աստված, որ ես չսխալվեմ, ես ունեմ անձնական կարծիք, եթե դա համապատասխանում է Աստծո կամքին, դա փառք Աստծո, լավ կլինի։ Իսկ եթե ոչ, ես կներկայացնեմ իմ կարծիք, եթե ինչ որ մեկը համաձայն չլինի, ես չեմ նեղանա, չեմ վշտանա, որովհետեւ վերջապես ես կարծում եմ, որպես անհատականություն ունեմ կարծիք ունենալ։ Այո։ Հիմա իմ կարծիքը հետեւյալն է։ Մինչև այդ խոսքին հարցի պատասխանին անդրադառնալը, ես ուղղակի ուզում եմ փորձեմ ներկայացնել Հիսուսի շատ կարևոր ասած խոսքերից մեկը, Տիրոջ շատ կարևորագույն ասած խոսքերից մեկը, որ ասում է ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Հիմա պատկերացրեք այսօր ինչքան եկեղեցիներ կան, տարբեր ուղղություններ եւ այդքան ճանապարհներ են։ Ուրեմն ինչքան ճանապարհներ, այնքան այդ ճանապարհներից որովից է մեկը հնարավոր է ճիշտ լինի, հնարավոր է, էլ հարցական է։ Այո։ Որը որ համապատասխանում է Քրիստոս Հիսուսի ճանապարհին։ Այն էլ կարելի է դիտարկել, որ այնտեղ էլ հնարավոր է այնտեղ լինի որոշ այսպես շեղվածություններ, եթե այդպես ասելու լինենք։ Բայց նայեք, ինչքան ճանապարհներ Հիսուսն ասում է ես եմ ճանապարհը, չի ասում ես եմ ճանապարհները։ Այո։ Ասում է ես եմ ճանապարհը։ Հիմա տեսնենք սիրելիներ, ինչպես կարելի է դա դիտարկել։ Իմ բարեկամս եղբայրս էս դիմում նաև ընկերողներին, որքանով է դա արդարացի եւ փորձենք նայել երկնքից։ Ուրեմն մենք իհարկե դու ինձ ների բարեկամս եւ ինձ ընկերողներ, ես կարող եմ հնարավոր է օրինակներ բերեմ, մի քիչ պրիմիտիվ հնչի, բայց ցանկալի է, որ ընդհանրապես որ հասկանալի կարողանամ ներկայացնել իմ նպատակը եւ առաջ Աստված, որ իմ միտքը հնարավոր լինի փոխանցել։ Հիմա եթե ինչ որ մի օրինակ կլինի պրիմիտիվ, շատ խելացի է այնպես մտածողների, խորը մտածողների համար, թող իրենք նախապես ինձ ներեն, խնդրում եմ։ Ուրեմն պատկերացրեք մենք ճանապարհ ենք գնում, որ մեր Երևանից գնում ենք, ընդունենք Դիլիջան, Սևան։ Okay։ Եվ ճանապարհ կա այդպես, ճանապարհ։ Հիմա մեկը որոշում է, որ այդ ճանապարհով չգնա, գնա հողերի միջով։ Այո։ Ասում է իմ ճանապարհը դա է։ Եթե ինքնաթիռ է, ես կհասկանամ։ Եթե գնացքի գիծ կա առանցին, դա էլ ես կհասկանամ, բայց ցանկացած մի ճանապարհ ընդգծենք միակը։ Հիսուսը, մեր Տեր Հիսուս Քրիստոս ասեց ես եմ։ Հիմա եթե մեկը փորձում է ճանապարհով ընթանալ եւ իրեն ուզած կանոնադրությունը դնի այդ ճանապարհի վրա, արդեն այդ նույն ճանապարհով անգամ գնա եւ ճանապարհը ունի երթևեկության կանոններ, բայց ինքը դնի իր կանոնները։ Այո։ Դա արդեն շեղվածություն եղավ, թեկուզ ինքը գտնվում է այդ ճանապարհի վրա։ Ընդունենք գնացքի գծի վրա վագոններեն կամ հետ կգնան, կամ առաջ կգնան, կամ կանգնած կլինեն, բայց գոնե որ ճանապարհի այսպես գծի վրա են, դա էլի հանդուրժելի է, թերևս գուցե կանգնած կարող է լինել։ Այո։ Բայց ինչ ասենք, ինչպեսի ողբերգական վիճակի մեջ կարող է լինել հայտնվել մեկը, որ ազատ ուղիով պետք է գնա քաղաքից քաղաք, հանկարծ հայտնվում է ձորերի կամ քարանձավների կամ այսպես ասած այնպիսի տեղերում, որ կարող է կործանարար լինել։ Փորձենք հələ տրամաբանենք, փորձենք եւ նայենք Տիրոջ աչքերով, որքանով Տիրոջը հաճելի է։ Տեսեք, որպեսզի մենք կարողանանք փորձենք հասկանալ այսօրվա վիճակը, ինչքան ողբերգական է։ Բացի այն, որ ճանապարհները տարբեր է, այդ նույն ճանապարհի վրա գտնվում են տարբեր տեսակի կանոնադրություններ, որ մարդկանց կարող են շփոթեցնել։ Հետո նպատակները այդ ճանապարհների պետք է հաշվի առնել։ Ինչ նպատակով է այդ ճանապարհը իրեն ընդգծում, որ ինքն է ճիշտը։ Մյուս ճանապարհի վրա դրվում է իրեն կանոններ, որ արդեն ճանապարհ չի, ընդհանրապես թվացial է, որ
Նա այս ճանապարհ չի, բայց ինքը երևում է որպես ճանապարհ եւ կեղծ եւ ունայն կանոնադրություններով, որը որ բոլորովին չի համապատասխանում ավետարանին։ Ես չեմ ընդգծում որովից է մի ուղղություն, չեմ ուզում ասել կամ մեղադրել կամ որովից է մեկին արդարացնել, չէ, տպավորությունն եմ իմ ասում, որ քրիստոնեությունը պետք է ունենա մի ճանապարհ։ Ահա, տարբերությունը սիրելիներս ինչպիսին էր, երբ որ համեմատություն ենք մտցնում առաջի դարաշրջանում։ Առաջի դարաշրջանում կար ընդհանրապես մի ճանապարհ, Հիսուս Քրիստոսի ճանապարհը։ Այո։ Մարդիկ կրում էին հալածանքներ, շատ պարզ կերպով նրանք այսպես ընդունում էին շատ պարզ կերպով եւ փոխանցում էին նույնիսկ ոչ գրագետ կերպով, բայց օշնվում էր այդ ճանապարհը։ Օշնվում էր, որովհետեւ ներկա էր անձամբ ինքը Հիսուս Քրիստոսը, որտեւ այն ժամանակ դեռ կազմված չէր այսօրվա ավետարանը եւ Աստվածաշունչը միասին կազմված չէր, նույնիսկ ավետարանը դեռևս ընդհանուր մակարդակով կազմված չէր, դա վերջում կազմվեց առաքյալներից փոքրագույն, այսպես Հովանես առաքյալի օգնությամբ, Պատմոս կղզում կազմվեց, բայց նրանք երբ որ բանավոր կերպով իրար փոխանցում էին, այնքան սեր կար եւ այդ ուղղությունը, քրիստոնեական ուղղությունը, որ հասարակության կողմից դիտարկվում էր ընդհանրապես աղանդավորություն, նրանում կար այնպիսի գեղեցիկ, ուրեմն գաղտնիք, եւ այդ գաղտնիքը տիրապետողը երբեք տխուր չէր լինում եւ նրան այդ գաղտնիքը, որ ինքը գտել էր, որ ասում է գանձի նման, որը թաքնված է, եւ երբ որ ինքը գտնում էր, ուզում է իրեն կյանքը դրված լիներ արդեն մյուս նժարի վրա, եթե իր ունեցվածքը, իր ընտանիքը ցանկացած մի ինչ որ իրան համար կարևորագույն այլևս չէր։ Ուրեմն այդ գաղտնիքն էր, որ ինքը արդեն գտել էր, որ մեկ ուրիշը չգիտեր։ Ինքը, երբ որ արդեն ուներ այն, ինքը կարողանում էր հասկանալ, որ սա նորույթ է, սա սովորական մարդկային չի, սա թեկուզ նա ինքը լիներ գրագետ, անգրագետ, կրթված մեկը կամ քաղաքանագետ, այնպիսի մեկը, որ այն ժամանակվա այսպես թագավորական պալատներում ապրող լուրջ մարդիկ, խորհրդատուներ թագավորի, երբ որ նրանք ցանկացած մեկը երբ որ դա գտնում էր, դա գերազանցում էր այն ինչ որ ինքը ուներ, նույնիսկ իր կյանքին։ Այո։ Եվ դա փոխանցում էր կողքինին, որտեղ ինքը այդ սիրով ապրում էր, նա չէր ուզենա որ իր որդին, իր դուստրը, իր կինը կամ իր բարեկամը, ում հետ որ ինքը շփվում է, ինչու նա նույնպես չունենա։ Տկնում էր, այսպես ասած, ձգտում էր, անարգանքներ էր կրում դիմացինի կողմից, բայց փորձում էր հաղորդել այն, ինչ որ ինքը արդեն ուներ։ Ամեն։ Որովհետև եթե քրիստոնյա է, անպայման պետք է ունենա։ Թեկուզ ամենաթույլը կա մի դայեկան, 2 դայեկան, 5 դայեկան, 10 դայեկան, հիմա քանի հատ։ Գոնե մի հատիկը պիտի ունենա, դա անհրաժեշտ պայման է։ Եթե ոչ բավարար 5-ի 10-ի համեմատությամբ, բայց մի հատիկը, որ պիտի ունենա, դա անհրաժեշտ պայման է քրիստոնյա լինելու համար։ Ամենավատ քրիստոնյա, որ մենք պատկերացնում ենք, նա եթե դա ունի, ինքը ամենալավ քրիստոնյաների դասին է պատկանում։ Շատ հետաքրքիր բացատրություններ։ Հասկանում եք, բարեկամներս։ Հիմա նայենք ու համեմատություն մտցնենք։ Այն ժամանակ, երբ որ մարդը գալիս էր եկեղեցի, որ եկեղեցին իր անունը համապատասխանում էր իր կոչմանը, եկեղեցի դա նշանակում էր Քրիստոս Հիսուսի գահը, իր տեղը, իր աթոռը, ու ինքը տեսնում էր, որ մեկը կա այստեղ, որը իշխում է, գերիշխում է, բարի է եւ առարկայական է, շոշափելի է, դա այն չի, որ գաղափար է ընդամենը։ Այո։ Եվ այդ հավատքով ինքը ստանում էր։ Հետո մի հետաքրքիր նշբություն կար, երբ որ անձը, մարդը, անապաշխար մեկը, մեղավոր մարդը, ավազակ մեկը գալիս էր եւ հավատում էր քո հավատքին։ Հետևում էր։ Չէ, հավատում էր քո հավատքին։ Ես հավատք չունեմ, բայց հավատում եմ քո հավատքին։ Սուրբ գրքի մեջ այդպես գրված է. նա ով հավատում է, որ Հիսուս Քրիստոսի այրունը ամբարիշտը կարդարացնի, այդ հավատք իրեն արդարություն կսեփվի։ Այսինքն ես մեղավոր մարդ եմ։ Հիշում եք այնտեղ որ ասեց. Տեր, օգնիր իմ անհավատությանը։ Ես հավատում եմ քեզ, Տեր, բայց օգնի իմ անհավատությանը։ Սա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է ես
Հավատում եմ քեզ, Տեր, որ դու խոսում ես, դու ես քեզ շոշափում եմ, տեսնում եմ, լսում եմ, ես քեզ հավատում եմ, բայց ես անձնապես չունեմ այն հավատքը, որը դու ունես, որ ես ուզում եմ Աստծուց ստանալ քո միջոցով, օգնիր ինձ։ Այո։ Հիմա նա ով հավատում է, որ Հիսուս Քրիստոսի այրումը ամբարիշտին արդարացնում է, արդեն այդ իսկ հավատքը իրեն արդարություն է լինում։ Դրա համար այն ժամանակվա քրիստոնեության շրջանում, բացի այն, որ նրանք հավատում են Հիսուս Քրիստոսի ներկայությանը եւ նրա ասած խոսքերին, նրանք նաեւ հավատում են միմյանց։ Շատ կարեւոր է սա եկեղեցում։ Եթե ես հավատում եմ Աստծուն, բայց չեմ հավատում իմ եղբորս, իմ քույրիկին, թեկուզ արդարացի պատճառով։ Այո։ Սա արդեն սա ոչ թե ինձ համար դա մեղադրանք է, եթե ես հիմք ունեմ իրեն չվստահելու, սա իմ մեղադրելու խնդիր չկա, որ ինչու չես հավատում, որտեղ ստախոս է, չեմ հավատում։ Բայց այլ բան է, եթե նա քրիստոնյա է, թեկուզ մի դահեկան ունի, ու ես իրեն անվստահություն եմ ցուցաբերում, ես արդեն նրան օրհնողի վրա եմ անվստահություն ցուցաբերում։ Դրա համար ես ինձ ակամամ դուրս եմ մղում այդ օրհնությունից, այն ինչ որ ինքը վայելում է։ Իսկ այն ժամանակ այդպես չէր, այդպես շատ պարզ էր եւ մարդիկ իրար մոտենում են շատ ավելի մանկական, ավելի հասարակ, ավելի պարզ։ Հիմա քրիստոնեությունը ես ինչու եմ այդ համեմատությունները մտցնում, այնքան բարդացել։ Մարդիկ ուզում են պարզ հասկանալ ինչ բան է հավատք, ինչ բան է, ինչպես սիրել, ինչպես հարգել, ինչպես գտնել, ինչպես ճանաչել Աստծուն, որ այստեղ տեսեք ասում է, եւ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստծուն եւ Հիսուս Քրիստոս, ում դու ուղարկեցիր։ Հիմա մարդուն դա հետաքրքրում է։ Գիտեք, մեզ թվում է, թե մարդիկ մեզ չեն հավատում։ Նրանք կարող են անվստահություն ցուցաբերել, նրանք կարող են մեր նկատմամբ ունենան նույնիսկ նախանձ, մի զարմանան, նախանձ, որտեղ դու ունես վայելք, դու ուրախ ես, դու բերկրանք ես ապրում, դու հրճվում ես թեկուզ մի կտոր հացով, բայց ինքը իր ունեցած միլիոններով տխուր է, նա ինքն ստինքան անկախ իր ուզելուց կամ ինքը քեզ նախանձում է, բայց այդ նույն մարդուն հետաքրքրում է, ինչն է պատճառը, որ դու ունես այդ երջանիկ հոգեվիճակը, իսկ ինքը դժբախտ վիճակում է գտնվում, որ ինքը իրեն գտել է դավաճանված, բայց ցավալին կներես ընդմիջում եմ, բայց ցավալին այն է, երբ որ դու կիսում ես, շատերը կան էլի չեն ընդունում։ Շատ լավ, Աշոտ եղբայր, ես ուզում եմ միանգամից մյուս հարցը քեզ տալ, հարցը այսպիսին է. Ինչու նախկինում, օրինակ առաջի դարաշրջանում, քրիստոնյաների տարածումը ավելի հաջողությամբ էր ընթանում, քան այսօր։ Ինչ կարծիք ունես դրա համար։ Ինչ խոսք, այն ժամանակ էլ իրեն դժվարությունները կար, բայց կար մի շատ կարևոր ուրեմն վիճակ, որ նրանց հաջողությունների հիմքում, նրանց արած գործերի հիմքում, ինչպես մենք խնդրեցինք, որ մեր բոլոր խոսքերի հիմքում եւ ընթացքում եւ մասնակցությունը լինի Քրիստոսի, նրանք չեն շեղվում այդ ճանապարհից։ Նրանք ընթանում են, նրանք ովքեր որ տարածում են, ավետարանում են Աստծո խոսքը, այսպես ասած ավետարանի խոսքը, բարի լուրը, նրանք առանց թույլատրության ոչինչ չէին անում։ Այսինքն Սուրբ Հոգու առաջնորդությամբ կատարում են ճիշտ այն ամենը, ինչ որ իրենք վերուստ ստանում են եւ տալիս էին։ Դա շատ հեշտ էր դա, հեշտ էր գործի առումով, բայց դժվար էր անձնական առումով, որ պետք է համապատասխանի տվյալ անձնավորությունը սրբագույն վիճակի, այն խնդիրը, որ գոյություն ունի, որ մենք մտածում ենք, չի կարելի ասել, որ քրիստոնյաները, որ ինչպես կարելի լինել սրբություն ունեցող քրիստոնյա, որտեղ մենք բոլորս մեղավորներ ենք։ Ինչ խոսք, մենք բոլորս մեղավորներ ենք, բայց Քրիստոսը այրումը թափել մեր համար, որպեսզի մենք սրբանանք, ինչպես առաքյալը կասի, ես սուրբերի փոքրագույնն եմ, չի համենայն դեպս սուրբերի փոքրագույնն եմ, չի ասում մեղավորների փոքրագույնն եմ։ Ես մեղավորների գլուխն եմ, բայց սուրբերի փոքրագույնն եմ։ Դա նշանակում է ինչ որ չափի մեջ, ինչ որ շերտավորում գոյություն ունի, որ միայն Աստծո շերտավորումներ եւ ես նրա մեջ կարող եմ լինել, դա իմ մեջ լինի եւ միայն այդ պատուհանով, այդ բացվածքով, այդ իրավունքով մատուցել այն, ինչ որ Աստված է կամենում։ Սա շատ կարևոր խնդիր է եւ դա կատարվում էր առաջի դարաշրջանում։ Որտեւ այսօր առաջին պլանի վրա չի դրված մարդու փրկության խնդիրը, այլ եկեղեցու, այսպես ասած, հեղինակության խնդիրը, որ մեկ եկեղեցին ավելի բարձր է, քան այն մեկ, այսինքն այդ մրցավազքը։ Այո, Եվ
Էլ պետք չի հալածանք, արդեն իրար հալածում են, էլ ինչ պետք է որ լինի ճշմարիտ ճանապարհը եւ 4 կողմից ասենք լույս, որ 4 կողմից խավարը նրան հալածի, ոչ արդեն մարդիկ իրար շատ այսպես մեծ հաջողություններով իրենց բանակները այսպես կազմած իրար դեմ պայքարում են, սատանային գործ չի մնացել։ Նա եթե աշխատում է անհատի վրա է աշխատում հիմնականում, եկեղեցիների վրա այսօր այդպես չի աշխատում։ Նորից եմ կրկնում, դա չի վերաբերվում բոլորին։ Ես ինչ տպավորություն որ ստացել եմ, ինձ թույլ եմ տալիս ուղղակի կարծիքը ներկայացնելու։ Աստված օգնի, որ ես սխալվեմ։ Շատ լավ։ Ումը սիրելի Աշոտ, մենք մի փոքր պետք է գովազդ ունենանք եւ կշարունակենք մեր հարցազրույցը գովազդից հետո։ Սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, մի փոքր գովազդից հետո կշարունակենք մեր հարցազրույցը։ Սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք այսօրվա մեր հարցազրույցը եւ ուզում եմ հիշեցնել, որ այսօր իմ հարցազրույցը ունենում եմ Աշոտ Գրիգորյանի հետ, որը Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցու հովիվն է։ Սիրելի Աշոտ, միանգամից ուզում եմ վերջի հարցը քեզ տալ ժամանակի պատճառով եւ հարցը այսպիսին է. Միթե կարելի է յետ բերել դարերի ընթացքում կորցրած եւ կորցրածը հավատքի նկատմամբ եւ լրացնել բաց թողումներ ինչ որ ունեցել են։ Ինչ խոսք, Սուրբ գրքում ուղղակի ավետարանիչները մեզ ասել են, որ դա նույնիսկ Տերն ասեց, որ ես ինչ որ անում եմ, դուք ավելին պիտի անեք, եթե ուզեք։ Սա պայմանավորված է, Աստված ուզում է, մնում է մարդը ուզի, թե չուզի։ Այսինքն եթե մարդը ուզում է, նա պետք է թողնի այն մինչ այդ ասված դերությունները, օրինակի համար, եթե մեկը հակված է որդեծնության խնդրի մեջ, ընդունենք երեխաներ չի ուզում ունենա եւ մարդասպանության մեղքեր է գործում ընտանիքում, այդպես լինում է, որ բժիշկների օգնության ու դիմում, որ երեխան իր մոր արգանդում ոչնչացնում են։ Հիմա եթե մեկը հրաժարվում է այդպիսի արարմունքներից, մեկ ուրիշը իր նյութական շահախնդրությունից, մեկ ուրիշը ընդունենք մարդկանց հոգիները վերբովկա անելու հոգեբանությունից, այդպիսի ուրեմն տկարությունների, թերությունների արմատական վերացումները ըստ ցանկության եւ ապաշխարության։ Ես կարծում եմ, որ եւ այս տարբեր տեսակի ճանապարհների ուղղակի մերձեցումը ըստ Սուրբ գրքի ես հավանական եմ, տեսնում եմ հնարավոր է, եթե մարդիկ ուզեն։ Եթե ուզեն, այո, շատ կարևոր է, շատ իրոք ամեն ինչ գալիս է ցանկությամբ եւ ես էլ կարող եմ իմ կյանքից վկայություն անել, ինչ որ Աստված իրոք առաջնորդել է, եթե քո մեջ իրոք ցանկությունը գա, Աստծո օգնությամբ ամեն ինչ կարող ես հաղթահարել։ Սիրելի Աշոտ, քանի որ մենք 2016 թվականի վերջի ամսվա մեջ ենք, շուտով դիմավորելու ենք նոր տարին, ինչ ոգևորիչ մաղթանք կմեղես մեր բոլոր հետևողներին, որ իրանք կարողանան այս նոր տարվա մեջ նոր որոշումներ անեն եւ Աստծուն ավելի լրջությամբ հետևեն։ Գիտեք, Աստված սեր է։ Նա ով ունի Աստծուն, ունի ամեն ինչ։ Եթե ունի, եւ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչում ես կենթանի Աստծուն եւ Հիսուս Քրիստոսին, որին ինքը ուղարկել է։ Եթե դա քեզ մոտ կյանքի մեջ պրակտիկ է, իրական է, դա ուղղակի գաղափարով չի եւ հաճախ քրիստոնեության գաղափարախոսությունը դիտարկվում է որպես ընդհանուր գաղափարախոսություն, բայց կուզենայի որ բոլոր նրանք, ովքեր որ սիրում են Աստծո խոսքը եւ իրենց կյանքը ճանաչում են, իրենց անուն ազգանունը ճանաչում են, իրենց էությունը գիտեն, որպես մարդ ինքը իրեն ճանաչում է, այդպես էլ մոտիկից ճանաչի հավիտենական կյանքը դա է, որ ճանաչի միայն Աստծուն եւ Հիսուս Քրիստոսին, որին ինքը ուղարկել է։ Եվ նոր գալիք տարվա մեջ այն ինչի մասին, որ բացասականապես ենք ասում, երանի չտեսնենք եւ ոչ մեկը չտեսնի, բայց որը որ պետք է աղոթ կանենք եւ այսպես ասած խնդրենք, դա շատ բարդ, դժվար խնդիր է։ Առաջի դարաշրջանում դա հեշտ էր, շատ հեշտ էր, բայց հիմա դա իրենից բարդույթ է ներկայացնում։ Ծայրահեղ բարդույթ։ Համենայն դեպս պետք է հավատանք, որտեղ մենք հավատում ենք Աստծո զորությանը, ոչ թե մեր կամքին եւ մեր կամեցողությանը։
Շատ լավ։ Եվ վերջում նորից ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել քո մասնակցությունը բերելու համար եւ ցանկանում եմ, որ Աստված իրոք օրհնի մեր բոլորի կյանքը այս 2017-ի մեջ։ Եվ միևնույն ժամանակ, սիրելի բարեկամներ, ուզում եմ ցանկանալ, որ ձեր այս նոր գալիք տարին լինի օրհնաբեր եւ ավելի աճեք հավատքի մեջ, մնացեք խաղաղությամբ, Աստված բոլորի հետ, ցտեսություն։